մեզ համար ընտրակաշարք բաժանելը բացարձակ անընդունելի է, դա այդ վախի համակարգը ստեղծելու բաղադրիչներից է, սիրելի քաղաքացիներ, այսինքն եթե մենք խոսում ենք այդ վախի համակարգի մասին, որ ստեղծվեց այդ սխեման գործում է, բարձրագույն մակարդակով, հետո իջնում է մինչև ներքև, բնականաբար բացարձակ անընդունելի է, որովհետև սա նույն բանն է, թե ընտրակաշարք, թե գնաս գումար տաս, թե վախեցնես, ձայնը գնելու նույն ձևն է, սա բացարձակ անընդունելի է, ով ուզում է լինի, դա մեզ համար սկզբունք է, որովհետև դա խաթարում է, քայքայում է երկրի քաղաքական համակարգը, տեսեք, քաղաքացին ինքը պետք է ձևավորի եւ ինքն է ձևավորում այս պետական համակարգը, այսա շատ կարևոր է, դրա համար ասում եմ, երբ քաղաքացին գնում է ընտրատեղամաս, քվեախցիկ է մտնում, ամբողջ իշխանությունը այդտեղ պատկանում է քաղաքացուն, ինքը ամեն ինչի տեղն է, վերջ, այդտեղ բարձրագույն իշխանությունը քաղաքացին է, սրանից է հենց վախենում իշխանությունը, կոնկրետ պաշտոնատար անձը բարձրաստիճան, որովհետև այդ դեպքում կարող է, չէ, օրինակ, եթե քաղաքացին հասկանա, որ այսինքն յուրաքանչյուր քաղաքացի, որ գաղտնի է քվեարկությունը, որևէ մեկը չի կարող վերահսկել, այն նրանց վերահսկողությունից էլ դուրս կգա ամեն ինչ։ Այսա շատ կարևոր է, որովհետև ընտրությունների արդյունքում է ձևավորվում այդ ազատ համակարգի արդյունքում է ձևավորվում համակարգ, որը ոչ թե վախերով է կառավարում, այլ իրավունքով։ Եվ այստեղ մի բան ասեմ, տեսեք, այս վախի այսօրվա այս համակարգը կա, որ մեզանից գողանում են այս ընտրությունները, չէ, ինչու ենք այդպես դրել։ Սա նաև նպաստում է նրան, որ համակարգից դուրս են գալիս կոնկրետ բնակավարների նաև մասնագետներ, ինչ նկատի ունեմ, նայեք, տնօրեններին երբ ճնշում են, օրինակ կա կոնկրետ տնօրեն, չէ, ինքը սկսում է ճնշել այն մյուսներին, հավաքում են ուսանողներ, գնում են նախընտրական հավաքների, վերջում կազմակերպում են քվեարկություններ են անում, հետո այդ քվեարկության արդյունքում պաշտոնի եկած նախարարը, օրինակ, չէ, սկսում է նշանակել իրանց մարդկանց, վերևից մինչև ներքև, եւ արդյունքում պրոֆեսիոնալները չեն նշանակվում այլևս աշխատանքի, ու դրա համար է ստացվում, որ նախարարը հավաքում է իր մարդկանց, եւ հետո եթե այդ նախարարին աշխատանքից հանում են, բոլորը սկսում են փոխվել եւ ցանցը համակարգը ամբողջությամբ ցնցվում է։ Իրականում ինչպես պետք է լինի։ Նախարարը ինքը գիտի, որ յուրաքանչյուր նախարար ունի, պատկերավոր ասենք, թիթեռի կյանք։ Այսինքն այդ նախարարը առավոտը կարող է լինել նախարար, երեկոյան ազատեն աշխատանքից։ Հիմա այդ նախարարին, որ երեկոյան ազատեցին աշխատանքից, ինքը ինչ է, պետք է ամբողջ համակարգը իր հետ տանի։ Իհարկե ոչ։ Այսա շատ կարևոր է, որ մենք պետք է պաշտպանենք նաև միջին օղակները, մեր ներքևի, այսինքն մարդկանց, ովքեր հիմա ճնշում են, դպրոցի տնօրեններ կլինեն, պետական համակարգի ծառայողներ կլինեն, նրանք մեզ մոտ պետք է լինեն հենց դա, որ պաշտպանվածները, որպեսզի քաղաքական մակարդակից ճնշումներ